Սակայն ծառայությունը այլ է։ Այստեղ ավելի կարևոր խոսքը եւ վստահությունը։ Կրթահամալիր ընդունվել եմ 2018 թվականին, ուսանել եմ հեռակալ ուսուցման ձևաչափով, համատեղելով այն ծառայությանս հետ։ Հայոց Լեռներ կտավը ստեղծել են մեր դասախոսներից մեկի առաջարկով եւ շատ ուրախ եմ, որ ներկայումս այն գտնվում է կրթահամալիրի ներսում։ Ծառայության անցել եմ 22 տարեկան հասակում, ես ինձ այդ տարիքում բավական հասուն էի զգում եւ ունեի հստակ ձևավորված բնավորություն, կամքի ուժ եւ նպատակասլացություն։ Կարծում եմ ծառայության անցնելով ցանկանում էի եւս մեկ անգամ ամրապնդել արդեն իսկ ձևավորված բնավորությանս ուժեղ կողմերը եւ բարձրացնելու կանանցները իրավապահ ոլորտում։ Աշխատանքային գործունեություն սկսել եմ 2013 թվականից, իսկ սկզբանե ծառայության եմ անցել ոստիկանության զորքերում։ Համայնքային ոստիկանության ծառայողների շարքերը համալրել եմ 2024 թվականի սեպտեմբեր ամսից։ Համայնքային ոստիկանի գործառույթի նպատակն է համայնքին մոտ գտնվելը, համայնքի հարցերին արագ արձագանքելը։ Բնակչության շրջանում վստահություն ձեռք բերելու միջոցով իրականացնել աշխատանքը որակյալ եւ թափանցիկ։ Մշտական փոխհամագործակցության մեջ եմ գտնվում ինձ ամրակցված տարածքի բնակիչների հետ եւ փոխադարձ վստահություն ձեռք բերելու միջոցով իրականացնում եմ աշխատանքս ավելի արդյունավետ։ Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում առաջին իսկ փուլից առաջիններից եմ եղել, որ մասնակցել եմ ատեստավորման գործընթացին եւ այդպիսով բարելավել սոցիալական երաշխիքներս։ Ատեստավորման գործընթացից հետո հրաձգությունը ինձ համար դարձավ հոբբի եւ ժամանակ ունենալու պես առաջինը այցելում եմ հրաձգարան, փորձում զբաղվել իմ սիրելի սպորտաձևով։ 2024 թվականին ակտիվ մասնակցություն եմ ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերում։ Կարծում եմ հաջողություններ գրանցելու համար պետք է լինել նպատակասլաց։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ինքդ քեզ առաջադրանքներ տալու եւ հաղթահարելու միջոցով ապացուցես, որ կարող ես։ Անձի ինքնագնահատականը ձևավորվում է անձի կարողություններից։ Կցանկանամ, որպեսզի քաղաքացիները ավելի վստահությամբ մոտենան, կապ չունի համազգեստ կրողը կին է թե տղամարդ, նպատակը մեկն է ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Կանայք ծառայությունում կարող են նույնքան ուժեղ լինել, բայց նաև զգայուն եւ հասկացող, դա մեր առավելությունն է։